Իրանի ու Միացյալ Նահանգների փոխադարձ հարվածներն օր-օրի ավելի են սաստկանում։ Մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը չեղարկվեց 10 օր առաջ։ Կողմերը մեղադրում են միմյանց Իսլամաբադի համաձայնագիրը խախտելու համար։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը պաշտպանելու համար հարվածների նոր ալիք է սկսել, որի թիրախում իրանական անօդաչուների կայանքներն են, ափամերձ դիտարկման կենտրոնները, ծովային կարողությունները, կապի միջոցները։ Ամերիկացիները հրթիռակոծել են Թավրիզը, Չաբահարի նավահանգիստը, Բանդար Աբասը, Բանդար Իմամ Խոմեյնին։ Հակամարտող կողմերը ավելի վաղ հաղորդել էին, որ իրանական հարվածներից ամերիկացի զինվորականներ են սպանվել։ Ըստ ամերիկյան պաշտոնական տվյալների, պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկացի 18 զինծառայող է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել։ Թեհրանը հաղորդում է, որ հարվածել է Հորդանանի ամերիկյան ավիաբազային և Սիրիայի ամերիկյան հատուկ գործողությունների շտաբին։ Չեն շրջանցվել նաև Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաները։ Բահրեյնում էլ իրանական ուժերը հրթիռակոծել են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։ Այդ հարվածների տարափից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ բանակցելու, սակայն դիվանագիտությունը պետք է իրական լինի։ Կարծում եմ, մենք միշտ բաց ենք դիվանագիտության համար, բայց այն պետք է իրական լինի։ Այն պետք է լինի գործարք, որով նրանք պատրաստ լինեն ապրելու։ Իրանը մեկ շաբաթ առաջ պետք է հայտարարություն տարածեր, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի և որ նրանք այլևս չեն հարձակվի նավերի վրա։ Դրա փոխարեն նրանք հարձակվեցին 3 նավի վրա, այսինքն նրանց վարքագիծը պետք է փոխվի, որպեսզի մերը փոխվի։ Ըստ Ռուբիոյի, նավագնացությունը պետք է ազատ լինի, առանց վճարների ու հարձակումների։ Մեջբերելով Ռուբիոյի խոսքերը Associated Press-ը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց Իրանի նկատմամբ շրջափակումը վերականգնելու մասին, նաև ասաց, որ 20% վճար կսահմանվի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Թրամփի այս հայտարարությունը Ռուբիոն այսպես է մեկնաբանում։ Այսպիսով նախագահը ըստ էության շոշափում է այն հարցը, որ նեղուցներով նավարկությունից օգտվող երկրներն ու ազգերը պետք է կարողանան առաջ շարժվել և ապահովել առնվազն ֆինանսական օգնություն մատակարարման ծախսերի համար։ Իրանական բանակի համատեղ հրամանատարությունն ի պատասխան հայտարարել է. Միացյալ Նահանգների ագահությունը, ահաբեկչությունը, տոտալիտարիզմը և դաժանությունը կհանդիպեն ավերիչ պատասխանի։ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը զգուշացնում է Խաբեբա ամերիկացիների թշնամուն։ Իրանի զինված ուժերը կործանարար պատասխան կտան յուրաքանչյուր բռնության։ Ի լրումն այս հայտարարության Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղային էլ ասել է, որ Թեհրանը պատերազմը և դիվանագիտությունը վարում է ելնելով իր ազգային շահերից։ Ես մերժում եմ այն երկընտրանքը, թե կամ պատերազմ է, կամ դիվանագիտություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք հետապնդում ենք մեր ազգային շահերը, ճիշտ այնպես, ինչպես պատերազմը։ Associated Press-ը ամփոփելով իրադրությունը գրում է, որ վերջին հարձակումները կրկին ցույց տվեցին, թե ինչպես են Միացյալ Նահանգներն ու Իրանը քայլ առ քայլ մոտենում լայնածավալ պատերազմին։ Քանի որ միջանկյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է դադարեցնել մարտական գործողությունները, այլևս չի գործում և Հորմուզի նեղուցում նավագնացությունը կանգ է առել։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։